Երևանից են եկել, Երևանում ինքը իրանք զանգեցին ինձ, ասում վայ ուր ես անջաղ, որ գդան, չնայած ինձ գցել են ինձ ժուրնալիստը գցեց Երևանում, իմանում ես, հա։ Օրագիրում գցեցին, որ ինձ գտավ ու ասում տղա ունեմ շատ փիս է, ասում կարաս, ասի հա։ Իրա տղեն բոլորովին չէր խոսում, 52 տարեկան տղա։ Հետս որ խոսած, մի քանի անգամ սեանս արեցի, տղու լեզուն բացվեց, որ տղու լեզուն բացվեց, ու մերը ընքան ուրախացավ, էդի կարճ եմ դաժե ասում, բանը, մերն ասում գալիս են քու մոտ, ու եկան ինձ մոտ, որ եկան ինձ մոտ, ստեղ, հա, ես իրան որ սեանս, դաժե ճանապարհին եկան, այրոպորտում արդեն, տղեն արդեն լավ էր, մորը արդեն պատիվ էր տալիս, սունկ են խլում էր մորը, մամա ծանդրա, բանա, էսա, մերը գժվավ, էս ինչ անում, դրա համար որ ինձ մոտ է գալիս, որ եկավ ստեղ դաժե քնեց, մորը բանը ծածկում էր, մամա ջան կմրսես, բան կանես, մորը ուխաշվի տարավ, մերը վաբշե, էս ինչ ասում է, անենց ուրախացավ մերը, անենց ուրախացավ, որ էլ չասելու, որ ինձի նայում էր էդ հիվանդը, հա, ուրախանում էր, խոսում էր, շատ լավ է, այդ տղեն, պլասկակոպչի, դաժե իր ատամը հանում էր, ցավ չէր զգում, այ տենց էր, մերը տենց բաներ պատմեց, անենց ուրախ ստեղից գնացին, լեզուն բերան բացվեց ու շատ լավ է։ Ճուճուշիկ, ինչքան օր իրանք մնացին։ 3 օր, հա 3 օր, ու տղեն, որ գնաց, ինձ ասում է, ձեր ասում է ամեն ինչից շնորհակալ եմ, դա, ու ինձ մոտ լավ էլ ուտում էր, իրա մերն ասում է, դու գիտես, որ իմ տղեն շաբաթներով դաժե հաց չէ, թե ոնց է սաղ մնաց այդ տղեն, գժվել կարելի է, մերն է պատմում, ես չեմ գիտա, անենց ուրախ, թե չեն հավատում, թող իրա մորը գտնեն, մորը քրոջը գտնեն ու կասեն իրանք, Ժենյա, հա, կարան հետո զանգեն, դու ռիտան քեզ ասի, ով է, ինչա, այնտեղ Երևանում կիմանան, թե ովքեր են, աղոթքելով պետք էլ չի, եղել է, որ շատ սարսեմ անջատված, ձերքս դնում եմ հետ եմ բերում, ինչքան է եղել, ինչքան է պատահել, ես գործից գալիս եմ, ապտեկի առաջը պարկած, փռված, զանգում են, սկորի են կանչում, չէ, մենակ ոչոք ձեր չտա, հոգին տալիս է, ձերքս դնում եմ հետ եմ բերում, իմ պապան մշից է փախել, մաման Ղարսից է փախել, իմ պապիկը ժամ է ունեցել, հա, ժամ է ունեցել, լավ ժամ է ունեցել, փախի ժամանակ են 15 թվի ժամանակը, որ գենացին, որ հմի ցույց է տալիս, հա, տեղից է փախվել, էլի մերս, 13 տարեկան, մենակ Բիբլեն վեկալելա ու փախելա մերս, ու այդ Բիբլեն, հմի չեմ ասի, եկա իստորիա, թե ոնց է հասել Բիբլեն էլ տունը, մամայիս տունը այդ Բիբլեն, դաժե գժերը բերում էր, քնում էին այդ Բիբլի տակը, մատաղանում էին, լավ էր եղնում այդ գժերը, ինչքան հիվանդներ բժշկվում էր դու, հա, իմ մաման էլ էր, էքստրանսես, մամաս էլ էր դի բժշկում, կոտրած, ջարդված, բժշկում էր, Հմի բժիշկները, պրոֆեսորներ են գալ ինձ մոտ, ես 85 տարեկան եմ, Դժվար է ձեզ համար բժշկել ժողովրդին, այ ես որ նստում եմ, հիվանդը որ գալիս է, հիվանդա շատ փիս է, արդեն դասը չեմ աղոթում, չէ, պիլասոսի պես քաշում եմ, հետո նոր սկսում եմ աղոթելը, ու լավ է, եղնում, դա, այսօր սաղոր առավոտնից եկան ինչ հիվանդներ բերեցին ինձ մոտ, լացլելով խեղճ աղջիկը եկավ, հերը, մերը, աղջիկը լացլելով եկավ, շատ փիս էր, հա, գլխի ցավից մեռնում էր, ակազվծը ջադու էին արել իրան, վրաց ցույց տվեցի, որ կաղնում է, ես հեռու 10 մետրա, 5 մետրա հեռու, ձերքս բարձրացնում եմ, թե ջադու ունի, պտուտ է գալի, վեր է անգնում, դա վեր է անգնում, ջադուն էդի արդեն դուշմանություն են անում, Բայց ինչու՞մ է այդ ուժը, որ ինքը ազդում է Թուրքերի մոլիքի մոտ գնում են, դուշման են անում, ջադու են անում, դա, էդի ջադուն շատ փիս է, որ հիվանդա,
գնում է բժշկի, անալիզ են անում, շատ մաքուր է, հիվանդը բողոքում է, ոնց է որ լավ եմ, ես շատ վատ եմ, ով հավատում է որ գալիս է, թե որ ջադու ունի, ցույց եմ տալի, ձեռքս որ տնգցնում եմ, ինքը վեր է ընկնում, դաժե նենց է վեր ընկնում, վախենում եմ, ասում եմ մարդ բերեք որ բռնի, վեր ընկնի, գլուխ ջարդվի, բաներնի, ես եմ եղավոր, այդ այնց։ Կարա մարդը ջադոյից մահանա։ Հա, մնում, կորում է, մեռնում են, հա, բա, հետո վախից, այդ ջադնոն դենը մնա, որ վախենում են, էդի վախը շատ փիս է, վախից ստանում են էպիլեպսիա, վախից շաքարի հիվանդություն են ստանում, ազիջան, հա, ու չարը որ խփում է, ինքը իրան տեղ չի գտնում, շատ փիս է, անենց հիվանդներ են բերում ինձ մոտ, վախից գժվում են, դաժե երեխեք են բերում ինձ մոտ, ասում են շաքար ունի երեխեքը, բժիշկները ղրգում են պլավնի ռոստ, ջուրը ինչ պետք է իրան երեխուն շաքարը լավացնի, չէ, ես հարցնում եմ երեխեն խո վախ չունի, որ վախը բժշկում եմ, արդեն շաքար չունի երեխեն, շատ լավ է, բժշկվում է գնում է։ Ուրեմն դուք ձեր կարծիքով հայկական աղոթքով կարելի է այդ թուրքական ջադո հանել, հա։ Հա։ Հաղթահարել։ Հա։ Էսի նոր չի, եթե ես պուճուր վանից քանի, ես ծնվել եմ, չեմ ծնվել, ես բժշկում եմ, ես նոր չեմ բժշկում, ես շատ վաղուց, մերս էր, հետո ես, այ հմի ինչքան ժողովուրդ, որ ջոխիով են ման գալիս, օղորմած մերս չկա, հիա, կոտրվում է, բոլտեր են դնում, ինչ բոլտ, ինչ բան, մերս կծում է տեղ, յախու կծում է լավա, այ նիզաշտո, նիպրաշտո ես երեխա եմ տալիս, վիկիդիշի եղնում է երեխեք, ձերքս դնում եմ, սյանս եմ անում 5 օր, մենակ յախում եմ կծում մեջտը, հա, երեխեք կա, ինչքան երեխեք եմ տվել, 8 տարի երեխա չուներ, դաժե մի հատ կնիկ կար, առաջուց փող չվերցրեցի, էլի ասի, չէ, դրա համար օպերացիա նարը մի տրուբը հանել էին, մի տրուբով էր դրա համար, 2 ամսվա մեջ երեխա տվեցի, 8 տարի երեխա չուներ, այդ մինուճար այդ աղջիկն էր։ Իրա հոգին ինձ հետ է, հոգին, մերնեմ իրա սուբզորությունը, հա, գնում էի ասում մերելներին բան էի անում, էլի աղոթում էի, ու իրա դուխը եկավ իրան կպավ, որ 20 տարի ինքը գնացել էր Ռուսաստան բժիշկները, ոչ ոք չբժշկեց, ես որ իրան բժշկեցի, ինձի շատ անհանգստացնում էր, մա, ես շատ լավ եմ, ասում պտի գամ քեզ մոտ, չէ, ասի, չգաս, դու գնաս ձեր թուրքերի մոտ, մոլեքի մոտ, թող նրանք անեն, չէ, քու մոտ ես լավ եմ, որ չգաս, ասում ես ինձի կախեմ, ասում արդեն ոչ ոք ինձի չի օգնում, որ չբժշկես չգաս չէ, հա, չէ, որ չբժշկես, ասում ես ինձի կախեմ, վայ մեզ ինչա, մա, ես լավ եմ, այսօր ինչ լավ հանգիս քնել եմ շատ։ Ինչքան տարի ինքը չէր կարող քնել։ 20 տարի, 20 լետ տանջվել էր խեղճը։ Եվ պարզվեց, որ ինքը մոլա է, հա։ Հա, հետո պատմեց, որ ինքը մոլա է, Մարնեուլիցա մոլա է։ Վերջում ասեց։ Հա, վերջում ասեց, չասեց, չէր ասում առաջուց, վերջում ասեց, որ ինքը բանը, էտա մերելներին գնում էր, աղոթում էր, բաներ անում, նրա այն դուխը եկել էր մտել էր իրան ու չէր դուրս գալիս, ինքը ասեց, բա, Նամազ չի կայ, տենց են ասում, նամազ։